Բարոց է սիրելի հայ ժողովուրդ, սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ ոչ միայն։ Ինչու եմ ասում ոչ միայն, որովհետեւ մենք ունենք աշխարհասփյուռ, չկա մի այնպիսի երկիր, որտեղ չունենանք հայ նույնիսկ բոլոր քաղաքներում եւ ես համոզված եմ, եթե մի այնպիսի հարց ծառս լինի Հայաստանի Հանրապետության առաջ ինչպիսին այսօր է, մենք համախմբելով մեր բոլոր ուժերը կարող ենք լուծել եւ վերջնական հասցնել մեր երկիրը մեր ցանկալի կետին նպատակին։ Սիրելի հայրենակիցներ, ես ճիշտ ասած շատ վաղուց արդեն դադարել եմ ինչ-որ բան պահանջել այս կառավարությունից, այս իշխանությունից, ուղղակի այսօր ընկերներիս կողքին եմ, հայրենակիցներիս կողքին եմ եւ մեզ սավ եմ ապրում, որ այստեղ բազմահազարանոց զանգվածներ չեն հավաքված, որովհետեւ չեմ հասկանում դուք ինչի դուրս չեք գալիս այդ անտարբերության մթնոլորտից։ Մենք ունեցել ենք այնպիսի հզոր կերպարներ, ինչպես են Մոնտեն եւ Վազգենը, որոնք ասել են, որ անտարբերությունը ամենամեծ մեղքն է եւ ցանկացած արարք, որը չի պատժվում, ծնում է ավելի մեծ հետևանքներ։ Իսկ այսօր ես համոզված եմ, մեր Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ աշխարհասփյուռ հայությունը ականատեսն է եղել այն խոսքերին եւ մեզ բազմիցս համոզել են, որ կորոնավիրուսն ինչ է, տնական արաղով ենք հանելու, ախտահանելու ենք, պինցետով հանենք, արաղով ախտահանենք, որի արդյունքում ունեցանք 4000 Արտակը հայկականը եւ վերջ գոռում եք այստեղի հրապարակից, վերահաստատում եք ձեր գոռոցները Ստեփանակերտի հրապարակից։ Մատ եք տապտալիս ունկերը վերուվար անելով եւ մեզ համոզում եք, որ ճիշտ եք բանակցում եւ բանակցում եք այն ինչ որ պետք է։ Ձեր բանակցածի արդյունքում օրեցում մենք չենք կարողանում մոմ վարել Ղազնաչեցոցում, չենք կարող մի կավաց սուրճ վայելել Պիտաչոկում, գնալ Գանձասար եւ Ամբարաս։ Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում մեր ողջ Հայաստանի Հանրապետության եւ աշխարհասփյուռ բնակչությանը։ Խնդրում եմ ձեզ, դուրս եկեք այս անտարբեր վերաբերմունքից եւ համաժողովրդական ընդվզումը համոզված եղեք։ Տևելու է ընդամենը 1 օր։ 1 օրվա մեջ աթոռը փախնելու է սրանց տակից։ Խնդրում եմ, մասնակցեք այն բոլոր ակցիաներին, որոնք ուղղված են մեր գերիների վերադարձին, ինչպես նաեւ մեր Հայաստանի Հանրապետության Արցախի Հանրապետության ոտքի կանգնեցմանը։ Շնորհակալություն։